պապ չնայես էլի ես հատվածը։ Ինտրիգներ կան, սկանդալներ, Եվ կռիվներ։ ինտրիգներ, եւ սկանդալներ, եւ շատ հետաքրքիր զարգացումներ։ Ձեր անձի շուրջ պտտվող սիրավեպեր կան։ Այնքան ծանր է լինում այդ ամեն ինչը, որ նույնիսկ մենք շտապօգնություն ենք կանչում։ Այո, էքսկլյուզիվ։ Իմ անանուն աղբյուրները ասացին, որ դու իսկապես շատ լարված ես եղել մրցույթի այդ հատկապես վերջին ընթացքում, նույնիսկ հանգստացնող կոճակներ ես ընդունել։ Ես ժամանցի համար չէի եկել էի հենց հաղթելու համար։ Փորձարկումներ ես անում հենց սննդի հետ կապված։ Այո, ճապոնական լապշա եմ փորձարկել ու այնքան կծու էր, որ սենց այրվածք եմ ստացել այս հատվածում շոտ։ Ազնիվ ես, անկեղծ ես, իսկապես Գովազդ եմ ունեցել, բայց բավականին վատն էր պրոդուկտը, ես հետ եմ ուղարկել գովազդը, որովհետև անընդունելի եմ համարում նման, այո, հատկապես երբ ինքը սուշի էր։ Մեքենայի մեջ յոգուրտ ուտելը նրան հայտնիություն բերեց, բայց վերջերս ապացուցեց նաև, որ շատ ուժեղ կամք ունի, որովհետև հաղթեց կաղամարների հայկական տարբերակում։ Տեսնենք թիվ թվաբանությունում ինչպես կդրսևորի իրեն մեր այսօրվա հյուրը, Լեդի Անին։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ այս քննական խառը process-ի մեջ ժամանակ գտար ու եկար մեր տաղավար։ Դուով եմ խոսելու, որպեսզի ավելի անմիջական լինի մեր մրցույթը։ 963 ռոբոտիկն է, արհեստական բանականությամբ է օժտված, այսօր մեզ թվային պատասխաններ ենթադրող հարցեր է տալու եւ գիտեմ, որ իրականում թվերի հետ այդքան էլ չունես, բայց փորձելու ենք գուշակել պատասխանները։ Պատրաստ ես։ Այո։ Գնացինք։ Քանի մրցակից է ունեցել Squid Game The Challenge reality show-ն։ Մեր։ Չէ։ Իրական։ Ես գիտեմ, որ ռեկորդային թվով մրցակիցներ է ունեցել, բայց ես էլ թվեր լավ չեմ հիշում, հետեւաբար հիմա պիտի գուշակություններով զբաղվեմ։ Okay, ես խաղից ելնելով, սերիալից ելնելով կգրեմ թիվը։ Ինձ ցույց տաս։ Չեմ կարծում տենց հստակ ճիշտ լինի, բայց կփորձեմ։ Ինչ-որ կամայական թիվ պտտենք։ Անի մոտ ավելի մեծ թիվ է, 456, ինձ մոտ 391։ Տեսնենք ում պատասխանն է ավելի մոտ։ Squid Game The Challenge reality show-ի մրցակիցների թիվը 456 է։ Այդ պատահական գրեցի։ Ես սերիալը տեսել էի, պատահականության սկզբունքով գրեցի թիվը, բայց սերիալի մեջ ինքը խորհրդանշական է շատ։ Ինչով է խորհրդանշական։ 456 թիվը կրում է հենց գլխավոր հերոսը։ Ինքը վերջինն էր հենց։ Հիմա գանք արդեն հայկական իրականություն եւ մի քիչ խոսենք ձեր մրցույթի այդ ընթացքի մասին, ինչպես անցավ, ինչպիսին էր մթնոլորտը քեզ համար, որպես նաեւ հաղթող այդ մրցույթի առաջին եթերաշրջանը։ Սկզբից մթնոլորտը անծանոթ էր, ես ընդամենը լարված աղջիկ էի, ով դեռևս չգիտեր թե ինչ էր իրեն սպասում, ու երեխեքի հետ ծանոթ չէի, բայց արդեն առաջին նկարահանումներից հետո, երբ արդեն ծանոթացանք, ինչու ոչ նաև ընկերացանք ժամանակի ընթացքում, այդ լարվածությունը փոքրինչ ավելի նվազեց, բայց հենց արդեն մոտենում էինք եզրափակիչին, էլ ավելի էր բարձրանում, մենք շատ ծանր լարված նկարահանումներ ենք ունեցել, ու այդպես։ Ես գիտեմ, որ իմ անանուն աղբյուրները ասացին, որ դու իսկապես շատ լարված ես եղել մրցույթի այդ հատկապես վերջին ընթացքում, նույնիսկ հանգստացնող կոճակներ ես ընդունել, որ կարողանաս հաղթահարել։ Ինչի՞ց էիր այդքան լարվում։ Ինչն էր պատճառը։ Երևի չէի սպասում, որ իմ համար այդքան անակնկալներ ունի պահած խաղը, հենց եզրափակիչը, չէի սպասում, որ այդքան էմոցիոնալ ծանր է լինելու, իրականում հանգստացնող տեղերից բացի, երբ որ արդեն մենք նկարահանումները վերջացնում ենք, ես արդեն հաղթել եմ ու գնում եմ տուն, այնքան ծանր է լինում այդ ամեն ինչը, որ նույնիսկ մենք շտապօգնություն ենք կանչում։ Այո, էքսկլյուզիվ։ Բայց ի՞նչն էր խնդիրը, ի՞նչն էր այդ էմոցիաների հիմքում։ Իրականում լարվածությունից մկանային ուժեղ սպազմ է լինում մոտս, ու չեմ կարող շարժվել։ Փոխհարաբերություններն էին վատ մասնակիցների հետ, ես գիտեմ, որ ինտրիգային փոքրիկ սկանդալներ նույնիսկ եղան, դրա մասին տարբեր էդիթներ տարածվեցին։ Քեզ մեղադրում էին, որ մրցույթի ընթացքում դու ընկերասիրությունը երկրորդում ես եւ մտածում ես միայն հաղթանակի մասին եւ հաղթանակի համար ամեն ինչ անում ես։
Այդ մեղադրանքների մասին ինչ կասես։ Միանշանակ կան նման կարծիքներ ու միշտ լինելու են, բայց ես եւ Աննան, նույն ինքը Մինյոնը, շատ երկար խոսացել ենք այդ մասին, իրականում կադրից 1 րոպե հետո մենք արդեն շատ հաշտ էինք իրար հետ, էմոցիոնալ sense ուժեղ բուրըն պերիոդ ունեցանք, պահ ունեցանք ու դրանից հետո հաշտվեցինք։ Ի վերջո դա խաղ է եւ ես բնույթով ավելի շատ լիդեր եմ ու հաղթող եմ, իմ համար հաղթանակը շատ կարևոր էր, իհարկե ընկերությունը հաղթանակին հավասար մի բան է ինձ համար ու ես գնում էի դեպի այդ հաղթանակին, իմ համար պարտվելը շատ, չգիտեմ, չեմ կարող ասեմ, շատ ծանր կլիներ կարծում եմ, բայց հաղթանակն էլ հեշտ չտրվեց։ Բայց ընդունում ես, որ այդ պահին որոշում կայացնելիս գուցե իսկապես ընկերությունը կամ մարդկային փոխհարաբերությունները տուժել են հանուն հաղթանակի։ Այդ պահին, քանի որ ինձանից նեղվեցին իմ քայլի համար, այո, բայց քանի որ մենք երկուսս խոսել ենք այդ մասին, եկել ենք այն եզրահանգմանը, որ ինքը շատ ավելի հեշտ կարող էր անցնել, եթե երկուսս էլ մի քիչ փորձեինք ավելի երկար խոսել այդ մասին։ Լավ, խաղի մասին, մթնոլորտի մասին կքննարկենք արդեն հաջորդ հարցի շրջանակում, այս պահին կարող ենք արձանագրել, որ դու, ինչպես եւ կաղամարների մրցույթում այդպես էլ այստեղ կարծես թե եկել ես հաղթանակի հետևից եւ քեզ հաջողվում է առաջին փուլում առաջ անցնել, 1-0 է հաշիվը, մենք շարունակում ենք եւ լսում ենք երկրորդ հարցը։ Միջինում քանի վայրկյան է պահանջվում մարդուց մրցակցային իրավիճակում որոշում կայացնելու համար։ Քեզ քանի վայրկյան է հարկավոր, որ որոշում կայացնես, երբ մրցույթի թեժ պահին։ Եթե արագ որոշում պետք է կայացնել, ես 5 վայրկյանում կկայացնեմ այդ որոշումը, բայց առհասարակ որոշումներ կայացնելիս շատ երկար եմ մտածում ցանկացած հարցի շուրջ։ Լավ, պատտենք։ Անին 3 վայրկյանում է որոշում կայացնում, երբ մրցույթում է, իսկ ես մի քիչ ավելի երկար եմ մտածում, 7 վայրկյան։ Տեսնենք ինչ է ասում ռոբոտիկը։ Միջինում ինչ թիվ է արձանագրում։ Միջև 7 վայրկյան։ Բրավո։ Ես մի քիչ ավելի երկար եմ մտածում, կամ դու ես շատ արագ որոշում կայացնում։ Էմոցիոնալ ես այդ առումով։ Որոշումների։ Ահա, մրցույթում։ Մրցույթում շատ, միանշանակ ինձ թվում է այդ էկրաններից էսկոմ շատ Պարզա, հանդիսատեսը շատ լավ հասկացել էր, թե ինչքան եմ ես էմոցիոնալ, բայց առհասարակ իրական կյանքում ես էմոցիաներս արտահայտելու մեջ շատ զուսպ եմ։ Ինձանից շատ հաճախ չեք տեսնի, էլի, տենց էմոցիաների ինչ-որ փունջ։ Ինչը քեզ օգնեց հաղթել, գուցե այդ որոշումները, որոնք շատ արագ կայացնում էիր մրցադաշտում։ Ինձ օգնեց հաղթել եմ, որ ես ինքս հավատում էի, որ ես կարող եմ հաղթեմ։ Ես գնում էի դրան։ Ես ժամանցի համար չէի եկել էի հենց հաղթելու համար։ Ձեր թիմից գոհ ես։ Շատ։ Եզրափակչի մեր թիմը, որը պոլուֆինալի մեր թիմը, որը համեմատ շատ ավելի թույլ էր, քան մեր հակառակորդ թիմը, ու մենք բավականին sense հուսալքվել էինք, բայց ստացվեց այնպես, որ մենք հաղթեցինք եւ իսկ առավելապես ում շնորհիվ, որովհետեւ ինձ խաղի մասնակիցներն ասացին, որ դու ես եղել հատկապես թիմին առաջ տանողի դերում։ Չեմ ուզում sense ինքս գովեստով զբաղվեմ, բայց կա այո նման կարծիք, բայց ես կարծում եմ, որ դա մեր բոլորի քրտնաջան աշխատանքի շնորհիվ էր։ Հիմա նորից մասնակցում եք, այ էմոցիոնալ առումով ինչ փոփոխություններ կան, գուցե հիմա խաղին ավելի թեթև եք վերաբերվում։ Շատ ավելի թեթև եմ հիմա խաղին նայում, այդ լարվածությունը չկա մեջս, իհարկե կա մրցունակությունը, բայց հիմա փորձի հետ եկել է նաև էմոցիաներին ճիշտ կառավարելու այդ շնորհքը, որ կարող եմ, նաև հիմա ավելի շատ նույնիսկ ինձանից մեծերը խաղին փորձով սենց ավակ ընկեր են ավելի շատ մոտենում ու խորհուրդներ երեխեքին օգնել ավելի շատ դրա համար եմ։ Իհարկե, եթե ստացվի, ինչու ոչ նաև էլի կհաղթեմ։ Իսկ ինչ անակնկալներ են սպասվում։ Շատ անակնկալներ են սպասում, իրականում շատ ավելի թեժ եթեր է ձեզ սպասում։ Ինտրիգներ կան, սկանդալներ, եւ ինտրիգներ, եւ սկանդալներ, եւ շատ հետաքրքիր զարգացումներ։ Սիրավեպեր էլ կան։ Սիրավեպեր կարծում եմ, հա, կլինի։ Իսկ ձեր անձի շուրջ պատտվող սիրավեպեր կան։ Իմ անձի շուրջ հասարակությունը գիտեք ուրեմն տանում ես խոսակցությունը։ Ես կլռեմ։
Քանի որ ես էլ եմ էությամբ հաղթանակին գնացող մարդ, շատ արագ հավասարեցնում եմ հաշիվը 1-1 հաշվով շարունակում ենք խաղալ։ Կանանց քանի տոկոսն է խոստովանում, որ երբեմն չի կարողանում վերահսկել էմոցիան եւ հետո զղջում է։ Բոլորս, չէ՞։ Բոլոր տոկոսը։ Կյանքում, բայց ասացիք այդքան էմոցիոնալ չէ։ Էմոցիոնալ չեմ առհասարակ կյանքում։ Շատ ավելի հավասարակշիռ եմ ու սառը։ Բայց խոստովանել եք երբևէ որ այ այստեղ մի քիչ շատ էմոցիոնալ եղա, կարելի էր գիշտ Հա, իհարկե։ Հա։ Մի խոսքով այդ տոկոսայինի մեջ եմ։ Մեջ եմ, միանշանակ։ Okay, ես կգրեմ sense։ Չէ, ես մի քիչ ավելի փոքր թիվ եմ գրում, որովհետև սառնասիրտ կանայք վստահաբար կան 99% անի կարծիքով, 80% իմ կարծիքով, որովհետև ինձ թվում է կան սառը պահվածքով կանայք, որոնք էմոցիաներ ցույց չեն տալիս կամ հազվադեպ լսենք պատասխանը։ Շուրջ 60%։ Սուտ։ Ո՞վ է դա։ Տղամարդիկ ընդհանրապես համաձայն չեն լինի ես պատասխանի հետ։ Դու հաղթեցիր, էլի։ Հա, այ դες բայց վերջում խնդրում հետս չկռվեց։ Չէ, չեմ կռվի։ Չնայած Վալերիան կա միշտ ունենք մենք տաղավարում, չէ՞։ Ես բերել եմ հետս։ Այդքան կարիքը լինում, հա։ Չէ։ Լավ, ինձ նաև քո ընկերները ասացին, որ կյանքում շատ կտրուկ ինչ որ ցանկություններ ես ունենում ու տարօրինակ արտասովոր ցանկություններ։ Այ կհիշես ամենատարօրինակ ցանկությունը որն է եղել։ Ով է դա ասելի շատ նեղ մարդիկ է դիգին։ Ես միշտ գտնում եմ շատ մոտ կանգնած մարդկանց, որոնք ասում են բաներ, որոնք չի սպասում հյուրը մեր։ Ոնց է տենց։ Այս իրականում հաղորդումը որ նայում եմ, ասում եմ լավ, բրավո, բայց ինձ հաստատ էսի չի վերաբերի, որովհետև հնարավոր չի։ Բոլոր հյուրերն են ասում ճիշտն է։ Սենց շատ անձնական իմ մտերիմները իրանք հանրային մարդիկ չեն։ Բայց պետք չի հանրային մարդիկ։ Ես լրագրող եմ։ Դե պատմիր Անջան։ Ինչ որ արտասովոր ցանկություն, որ ունեցել ես ու գուցե դա զարմացրել է քո շրջապատում գտնվող մարդկանց։ Այնքան հաճախ է լինում։ Իրականում ես տենց շատ պահի տակ կարող է խենթություն կա մտքիս ու ես պարտադիր դա անեմ, որ չանեմ, այլ ավելի ուրիշ խենթության կգնամ։ Լինում է ընտանիքիս եմ տենց շատ զարմացնում, ինչ որ 3 գիշեր շատ պատահական բոլորին նստացրել եմ սենց շարքով, ասել եմ հիմա ես պարում եմ հարսի պար։ Դուք պետք է նայեք, այդ հարսի պարը պարեցինք, всё, շնորհակալություն, բարի գիշեր բոլորին։ Ինչ էր անցել մտքով։ Չգիտեմ, ուղղակի ուզեցի մի հարսի պար տեսնեին բոլորը։ Տենց կուրսեցիներիս համար եմ շատ անկանխատեսելի դասի ժամանակ, երբ որ թեժ դասախոսը բացատրում դասը, դասախոսություն է գնում ու շատ ռենդոմ ես որոշում եմ, որ մենք всё հումոր պետք է անենք, հումորի ժամը սկսեցինք։ Դու ես ասում հումոր հիմա, դու ես ասում հիմա, դու դասախոսների հետ իրականում շատ լավ են ընդունում այդ իմ խենթությունները։ Անի 2-1 հաշվով ենք շարունակում։ Ինչ տրամադրություն ունես։ Մարտական։ Դեռ ժամանակ ունես հաղթելու, գնացինք։ Միջինում քանի օր կարող է մարդը գոյատևել առանց սննդի։ Ես չեմ կարող։ Առանց ջրի ավելի քիչ երևի մեր օրգանիզմը կդիմանա, երևի չէ վստահաբար։ Սննդի պաշարի հետ կապված մեր օրգանիզմը դեռ ինչ որ բաներ կմաշեցնի եւ մի քիչ ավելի երկար կձգի, բայց ինչքան ինձ հուշում են, որ պետք է ավելի մեծ թիվ գրել, բայց պատտում ենք արդեն չեմ խախտի կանոնները, իմ կարծիքով 30 օր, իսկ Անին կարծում է, որ 25 օր կարող է առանց սննդի գոյատևել մարդը։ Ռոբոտ։ Տեսնենք։ Մարդը կարող է գոյատևել միջինում 30-ից 60 օր առանց սննդի, եթե ջուր ունի։ Կներես Անի ջան։ Սելա։ Եթե ջուր ունի։ Եթե ջուր ունի, պարտադիր է ջուրը։ Անի, այս հարցը հատուկ է ընտրել ռոբոտիկը, որովհետև դու փորձարկումներ ես անում հենց սննդի հետ կապված, եւ ինչպես հաղորդման մեկնարկին նշեցի, քո առաջին փորձարկումը եղել է յոգուրտ, հետո արդեն ինչ ասես փորձարկել ես։ Այդ գաղափարը որտեղից եկավ, արդյոք այս շարունակականությունը քեզ հաճույք պատճառում է, թե արդեն իներցիայով ես գնում առաջ։
Գաղափարը նենց չի եկել, մտածել եմ, վայ, հələ յոգուրտ փորձեմ, տենամ, կաշխատի գցեմ Instagram բան, չէ, ուղղակի պատահական եղավ վիդեոն post-ելը Instagram։ Ես իրականում նմանատիպ վիդեոներ հաճախ էի անում, ուղղակի գցում էի իմ պրիվատ էջ, որտեղ որ կային ընդամենը 13 հոգի։ Պատահականության սկզբունքով որոշեցի այդ անգամ post-էլ իմ անձնական էջում, որը որ Մինչև բլոգը, այսինքն ուղղակի սիրողական գերել ես ինչ-որ բաներ, փորձել ես քոլեսը։ Տարբեր տեսակի, ուղղակի 13 հոգուն ասում էի բարև ձեզ, այսօր ես գնում եմ խանութ։ Տենց ստացեց այնպես, որ սիրվեց այդ յոգուրտները, փորձեցի շարունակական դարձնել այդ փորձարկումների բովանդակություն ունեցող վիդեոները ու մինչև հիմա բավականին լավ աշխատում է։ Ամենատպավորիչ փորձարկումդ ի՞նչն է եղել։ Ամենատպավորիչը բացասական առումով եղել է, երբ ես ճապոնական լապշա եմ փորձարկել ու այնքան կծու էր, որ սենց այրվածք եմ ստացել այս հատվածում շոտ, դա երբեք չեմ մոռանա։ Իսկ նախապես փորձում ես, թե կույր փորձարկում է, այսպես ասված, այսինքն իրոք հենց այդ պահին առաջին անգամ ես ուտում տվյալ մթերքը կամ Երբ համեմատում եմ իրար, միշտ չի լինում, որ ես առաջին անգամ եմ փորձարկում, օրինակ չգիտեմ, եթե փորձարկում եմ տարբեր տեսակի շոկոլադներ, որ հասկանամ որն է լավը, գուցե ես այնտեղից 70%-ը արդեն փորձարկել եմ։ Բայց ես նաև ասում եմ դրա մասին, որ վայ, ես իմ առաջին անգամը չի։ Բայց ազնիվ ես, անկեղծ ես, իսկապես այն ինչ իրոք դուր է գալիս ասում ես, թե օրինակ գովազդից ելնելով կամ այլ նախապայմաններով մի քիչ ավելի շատ գովում ես գուցե այն ապրանքը, որը քեզ դուր չի եկել։ Իրականում իմ էջում կան շատ վիդեոներ, որտեղ որ բավականին հայտնի բրենդներին ես ասում եմ, որ համեղ չի, կամ ինձ դուր չեկավ, կամ օրինակ այս կոմպոնենտը ինձ պակասում է, բայց լինեմ անկեղծ եւ ասեմ, որ մեր շուկան այնպես է, որ եթե դա գովազդ է, գովազդատուն քեզանից պահանջում է մաքսիմալ դրական արդյունք։ Ես ունեցել եմ դեպք, երբ գովազդ եմ ունեցել, բայց բավականին վատն էր պրոդուկտը, ես հետ եմ ուղարկել գովազդը, որովհետեւ անընդունելի եմ համարում նման գովազդը, հատկապես երբ ինքը սուշի էր, սուշիի դեպքում մի քիչ ռիսկերը շատ են։ Հետևաբար կարծում եմ, որ պետք է ճիշտ բալանսի գալ, պետք չի ամեն ինչին ասել, որ լավ է։ Ազնիվ ես լսարանի հետ, քիչ թե շատ փորձում ես։ Բայց ուզում ես շարունակել։ Այս բան քանի որ ինձ շատ դուր է գալիս այն ամեն ինչը, ինչով որ ես զբաղվում եմ, ինձ բերում է եւ երջանկություն եւ եկամուտ, ես շարունակում եմ։ Բայց բերում է եկամուտ բավարար չափով, թե դեռ, հա։ Մենք բլոգինգի մասին շատ հաճախ ենք խոսում մեր տաղավարում եւ իսկապես բոլոր այն բլոգերները, ովքեր ում հյուրընկալել ենք, գոհ են, բայց այդ կայունության եւ անկայունության խնդիրն է, այ դու ինչ կասես այդ մասով։ Ոլորտը բավականին անկայուն է, որովհետև դու չգիտես արդյոք գովազդատուն պատրաստ է քեզ օրինակ սեպտեմբեր ամսին տալ 4 գովազդ, թե ոչ, դրա համար ես կարծում եմ, որ պետք է բացի բլոգինգից ունենալ նաև այլ եկամտի աղբյուր, եթե դու ինքդ քեզ ես, հա, պահում, բայց այո, բլոգինգով հիմա կարող ես քեզ հանգիստ զգալ։ Սա էլ ձեզ մոտիվացիա, անի նման որոշեք ինչ-որ խենթ միտք իրագործել եւ գումար կաշխատեք եւ հայտնիություն ձեռք կբերեք։ 3-1 է հաշիվը, անի։ Եվ իտոխրություն քեզ այլևս ոչինչ փոխել հնարավոր չի լինի, մաքսիմումը որ կարող ես անել հիմա գոնե նվազեցնելն է հաշվի տարբերությունը եւ մենք այդ հնարավորությունը քեզ տալիս ենք, լսում ենք 5-րդ հարցը։ Օլիմպիական խաղերում լողի քանի մրցաձև կա ներկա ժամանակաշրջանում։ Սա նաև քեզ վերաբերող մասնագիտական հարց է, այնպես որ այստեղ պարտվելու իրավունք չունես։ Անին լողորդ է, պատմիր մի քիչ քո լողի կարիերայի մասին։ Այո, ես լողորդ։ Ուզում հասնեմ դա որտեղից գիտեք։ Անի ջան, մենք շփվում ենք մեր հյուրերի, ընկերների հետ եւ պատահական չի, որ ես արդեն գիտեի, որ դու գյումրեցի ես, որ դպրոցում ես սովորել։ Այ ես արդեն կանացի ճոգում եմ դու ումից ես իմանում։ Okay, 10 տարի զբաղվել եմ լողով։ 10 տարին բավական լուրջ թիվ է։ Իմ համար լողը շատ կարևոր դեր ունի իմ կյանքում։ Ես ժամանակին ուզեցել եմ հենց լողով էլ շարունակեմ, հետո մարզիչ դառնամ եւ այլն, բայց ինչու կանգնեց։
Հայաստանում կարծում եմ լողը այն սպորտաձևը չի, որով որ դու կարող ես քո մաքսիմալ ներուժը դնել եւ լավ արդյունքի հասնել։ Մենք ունենք այլ սպորտաձևեր, նաեւ մենք ֆիզիոնոմիայով ավելի շատ ուժային սպորտերի համար ենք, օրինակ բոքս, ըմբշամարտ, ծանրամարտ, որտեղ եւ փայլում են մեր հավաքականները։ Այո, լողը շատ լավ սպորտաձև է, ես համարում եմ սպորտի թագուհին հենց իրեն, որովհետև յուրաքանչյուր մկան աշխատում է, խորհուրդ եմ տալիս բոլորին իրենց բալիկներին եւ հենց իրենք անպայման հաճախ են լողի, սովորեն լողալ, բայց իմ կյանքում եկավ մի պահ, որ պետք է ընտրեի կամ սպորտը, կամ շարունակում եմ սպորտով, կամ ես գնում եմ պարապելու, որպեսզի ընդունվեմ համալսարան, ու ինչպես տեսնում եք, քանի որ արդեն չեմ զբաղվում լողով, զբաղվում եմ համալսարանով, կամ համալսարանն է զբաղվում քեզնով։ Այո։ Լավ, իսկ ինչ է տվել լողը քեզ։ Հարցը թողել ենք, քննարկում ենք լողը, բայց շուտով կվերադառնանք ու կպատասխանենք։ Ամենաառաջինը որ տվել է 10 տարի մարզվել ու մարզվել վարքյանների հետևից ընկնելով, դա հենց այդ բնավորության գիծն է տվել սպորտային, որը ցանկացած մարզիկի մեջ արկա է, պայքարելու, պայքարողի այդ Եվ երևի դա է նաև նպաստում քո դեպի հաղթանակը գնալու այդ ներուժին, չէ՞։ Գուցե։ Իսկ հաղթանակներ ունեցել ես սպորտում։ Շատ, նույնիսկ Հայաստանի չեմպիոն եմ եղել։ Պատասխանենք հարցին։ Իրականում այս հարցը նենց չի, եթե ես լողորդ եմ, ես կարամ հստակ պատասխանեմ, պապ չնայես էլի այս հատվածը։ Քանի մրցաձև կլինի։ 3։ 3 հաստատ կլինի։ Քիչ չի 3-ը։ 1000 տեսակի լող կա օլիմպիական խաղերում։ Երբևիցե ես մենակ իմ լողն եմ նայել։ Հասկացա, տեսական մասին չենք տիրապետում։ Չէ, ես մեկը շատ եմ սիրում սինխրոննա պլավանյան ոնց էր։ Սինխրոն լողը հենց կոչվում։ Շատ եմ դա սիրել։ Հայաստանում չկա իմիջիայլոց, լավ կլիներ, որ լիներ։ Ես օրինակ օլիմպիական խաղերին տարբեր մրցաձևերում հետևում եմ եւ 3 չէ հաստատ։ Ես կարծում եմ, որ ավելի շատ մրցաձևեր կան լողի ու լողը այն սպորտաձևն է, որի տարբերությունը ըմբշամարտի ավելի շատ տարբեր դրսևորումներ է ունենում։ Սկսած գեղարվեստականից հավանաբար մինչև անհատական, խմբային եւ ես կարծում եմ, որ մի քիչ ավելի մեծ թիվ պետք է գրել։ 3-ի կողքը 0 ավելացնեմ։ Հա, չէ։ Չէ, ես կմնամ իմ կարծիքին թող 3 ընդհանրենք 11։ Պատտենք։ Ես թողնեմ։ Անի կարծիքով 3 մրցաձև, իմ կարծիքով 11։ Ես իմ 3 սիրելիներն եմ գրել։ Անին իր սիրելիներով է չափում։ 11 իմ թիվն է։ 11։ Ռոբոտ 35 մրցաձև, դրանք բաժանվում են 17 կանանց, 17 տղամարդկանց եւ 1 խառը մրցաձև։ Հաշիվը չեմ ասի հաշիվը, մոռացեք այս խաղի մասին, հանին թող ձեր գլխում մնա որպես հաղթող։ Ես շատ ուրախ եմ իրականում, որ դու հաղթեցիր։ Ինչի՞։ Թե որտեղ դու ես գյումրեցի։ Լավ, դե մի քանի բառ ասա, այդպես էլ փակենք, որ ես կարող եմ գուշակել Գյումրիի բարբառով։ Բառ, մեր բարբառով դու գուշակես։ Ու կարելի է այս մասը вообще մեր բարբառով խոսալ։ Okay, արի։ Գնացինք։ Սայլուկ։ Սայլուկը գիտեմ թե, դիք սաղ գիտեն։ Չակուճ։ Չակուճը, եթե չգիտեք, ասեմ, որ մուրճն է։ Ղազան։ Ղազանն էլ գիտեմ, մեծ կաթսան է, որի մեջ հաճախ եփվում են նաև Գյումրվա ավանդական կերակուրները։ Ասիգ։ Ինչ։ Ասիգ։ Ասիգ, սա։ Ցուցական դերանուն։ Լավոր։ Լավոր։ Հա, ինձ թվաց ասում ես լավ օր։ Լավ օր եկար։ Լավա եկար, էլի։ Հələ։ Մտքի դարակներից հանում ենք ամենաբարդ բառերը, տատիկների, պապիկների օգտագործած։ Լախանա են հուշում, բայց լախանան բոլորը գիտեն։ Կաղամբն է, սիրելի դիտողներ։ Oh my god։ Ներեք ինձ տատիկ եւ պապիկ, որ ես մոռացել եմ մեր բարբառը փոքրինչ։ Իրականում ինչ բառել ասես գուշակելու եմ քեզ մի տանջիր, որովհետեւ ես էլ տատիկ պապիկ ունեմ, որոնք մեր բարբառով են խոսում ու շատ լավ տիրապետում եմ մեր բառամթերքին, իսկ մեզ դիտողներին կխնդրեմ, եթե գիտեք այդպիսի բառեր, ոչ միայն գյումրվա բարբառով, այլ հայկական մեր մյուս սիրուն բարբառներով գրեք։ Իսկ մենք խաղը ավարտում ենք, շնորհակալ եմ շատ, իմ հաղթանակով, բայց շնորհակալ եմ շատ, հաղթանակը էական չէ, այստեղ քանի որ ունեցանք շատ լավ զրույց։ Այո, շատ։ Ես հաջողություն եմ մաղթում քեզ եւ համալսարանում, ինչը շատ կարեւոր է, եւ մրցույթներում,
եւ քո բլոգինգում ու առհասարակ կյանքում նորից կհանդիպենք։ Այսպեսին էր այսօրվա թիվ թվաբանությունը։ Կհանդիպենք։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։